Իրականում անցակետում որևէ այդպիսի մարդկային կուտակումներ ընդհանրապես որպես այդպիսի կուտակումներ չեն եղել մինչ այս պահը, ընդ որում մարդկանց հոսքը ստանդարտ հոսքի ծավալ էր, ավելին ասեմ, զբոսաշրջային լավ սեզոնին 1000 մարդ ավել օրական անցնում է եւ հետեւաբար այդտեղ հատուկ միջոցառումների անհրաժեշտություն չի եղել մինչ այս պահը։ Եղել են տարբեր խմբեր, որոնք որ մեր աշխատակազմի ու նաև կառավարության գործընկերների հետ համատեղ իրենց տեղափոխման հարցն ենք լուծել Երևան, բայց ընդհանուր մարդկային հոսքը այնքան փոքր է եղել, որ այդտեղ հատուկ ինչ-որ միջոցառումների անհրաժեշտություն չկար, հատկապես որ Իրանի գլխավոր հպատոսարանի հետ անմիջական կապվում ենք 24 ժամ կապը պահում ենք եւ որպես այդպիսին մարդկանց տեղափոխման խնդիր չկար, որից հետո հայտնի տաքսիստների պատմությունը առաջ եկավ, իրականում ես չէի ասի, որ դա մեղրի կամ ագարակի տաքսիստների խնդիրն է, ընդհանրապես կան մարդիկ, ովքեր որ գալիս են Սյունիք եւ առիթից օգտվելով տեղնում էին այնտեղ, որպեսզի կարողանան մարդի հետ բերել։ Մի խոսքով այդտեղ այո, ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ արհեստական գնագոյացում էր ձևավորվել եւ անթույլատրելի եւ հետեւաբար քննարկելով մեր գործընկերների հետ որոշում է կայացվել, որ կլինեն արդեն փոքր եւ միջին ավտոբուսներ հիմա արդեն գործում է այդ համակարգը, ավտոբուսները այնտեղ են, մաքսատանն են, որոնց վրա նաև պարսկերենով գրված է, որ մեկ նստատեղը արժե X գումար, այս դեպքում եթե չեմ սխալվում շուրջ 12000 դրամ է, մեկ նստատեղի գինը եւ մարդիկ կարող են նստել եւ տեղափոխվել Երևան։ Տեսեք, հիմնականում խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր որ քանի որ գիտեք, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկինքը փակ է, այսինքն չկան քաղաքացիական չվերթներ, հիմա կարող եք պատկերացնել, թե որքան մարդ կա, որ պետք է աշխատանքային թեկուզ անհրաժեշտությունից ելներով դուրս գար, եւ քանի որ չկա օդային ճանապարհը, մարդիկ օգտվում են ցամաքային ճանապարհից։ Հետևաբար այդ մարդիկ հիմնականում չեն էլ մնալու Հայաստանում, այլ տեղափոխվելու են արերգիր եւ հիմնական ուղղությունը Մեղրից, Ագարակից Երևանն է, որից հետո ճիշտն ասած, չգիտենք մենք այլ դրանից հետո որ ուղղությունը կլինի, բայց որքանով որ տեղեկացված ենք, այդ մարդիկ տարբեր երկրների նաեւ բնակիչներ են, ովքեր որ ենթադրում են, որ Զվարթնոցօդանավակայանից կտեղափոխվեն իրենց երկիրներ, բայց ասել, որ այնպիսի իրավիճակ կա, որտեղ անհրաժեշտ է հումանիտար միջամտություն, դեռ որևէ դրվագ այդպիսի չի եղել եւ նույնիսկ այս պահին էլ մարզի հյուրանոցները ստանդարտ զբոսաշրջային այդ թվերի մեջ են։ Իհարկե դա ամենաանցանկալի տարբերակն է, ցանկալին այն է, որ արագ խաղաղությունը լինի եւ մարդիկ վերադառնան իրենց բնականոն կյանքին, բայց տվյալ պարագայում շատ դժվար կլինի հստակ ասել, բայց մենք կանենք առավելագույնը թվային տեսքով կխուսափեմ ես հիմա թիվը հնչեցնել, բայց Սյունիքի մարզը կանի առավելագույնը ինչ հնարավոր է, տեսեք ինչ վերաբերում է հյուրանոցներին, ապա այսօր էլ հյուրանոցներում գրեթե տեղ չկա կապված զբոսաշրջային սեզոնի հետ, հիմնականում ունենք 70% զբաղվածություն, բայց Աստված մի արասցե, եթե կլինի նման իրավիճակներ, ապա ոչ միայն Սյունիքը, այլ վստահ եմ, որ Հայաստանը իր հումանիտար աջակցությունը կիրականացնի առավելագույն հնարավոր ջանքերով եւ կանենք ամեն ինչ։ Հույս ունենք, որ այդ վիճակը չի հասունանա, բայց այս պահեդրությամբ շատ հեռու ենք դրա մասին խոսելուց, որովհետեւ իրականում այս 5-6 օրերի ընթացքում չնչին տարբերություն է տալիս 100-200 մարդով, այն էլ հիմնականում այն մարդիկ են, որոնք որ Իրանում են աշխատանքային իրենց գործերով եւ քանի որ չվերթներ չկան, Հայաստանով են անցնում եւ փորձում են վերադառնալ իրենց երկրները։ Հիմնական մասը այդ մարդիկ են, այս պայմանությամբ ընդհանրապես խոսել կամ արդեն գործել այնպես ինչպես որ ճգնաժամը պիտի ենթադրի, այդպիսի բան նույնիսկ մոտ չկա։ Մյուս կողմից նաև ես գիտեմ, որ կա հասարակության մեջ այնպիսի տպավորություն, որ մոտենում է քաոտիկ իրավիճակին, ինչից ենթադրվում է, որ կարող է նաև Հայաստանում, մասնավորապես Երևանում
տների վարձակալությունների գներ փոխվեն, ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, որ չտրվեն այդ բաներին, որովհետև իրականում որևէ այդպես մարդկային հոսք մեծ գոյություն չունի այստեղ եւ լավ կլինի, որ դրանով պայմանավորված որևէ մեկը չմտածի վարձակալության գումարների փոփոխության մասին։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է լինենք կայուն եւ հետևենք իրադարձություններին, իսկ անհրաժեշտության դեպքում բնականաբար Հայաստանը, ինչպես միշտ կապացուցի, որ պատրաստ է բոլոր իմաստներով կանգնել են բոլոր մարդկանց կողքին, ովքեր որ ունեն խնդիրներ։ Ամենօրյա համագործակցություն կա, եթե չասեմ ամենժամյա է մեր շփումները, ինչպես նաև մարզպետի աշխատակազմից, թե մարզպետի տեղակալը եւ թե խորհրդականը հյուպատոսարանի ներկայացուցիչների հետ միասին մաքսատանն են եղել, շուրջ 24 ժամ այնտեղ աշխատել են, որից հետո կապը անընդհատ պահվում է, նույնիսկ այս պահերին էլ մենք իրար հետ աշխատում ենք, որպեսզի մարդկանց հոսքը եւ այն տրանսպորտային միջոցները, որոնք որ տրամադրվում են, կարողանանք վերահսկել, որպեսզի դրանով պայմանավորված որևէ խնդիրներ չունենանք։ Մնացած ցանկացած խնդիր, որ առաջանում է, տեղում հյուպատոսարանից կապվում են մեզ հետ եւ մենք այդ խնդիրը արագ լուծում ենք, ինչպես նաեւ բնականաբար վստահ եմ, որ բոլորն էլ գիտեն, որ Սյունիքը մի քիչ ավելի սուր է արձագանքում նման դեպքերում, բոլոր համայնքները, բոլոր կողմերը, որոնք որ առկա են Սյունիքում, իրենք բոլորը իրենց պատրաստակամությունն են հայտնել անհրաժեշտության դեպքում միանալ եւ աջակցել։ Բայց Փառք Աստծո այս պայդրությամբ էլի եմ կրկնում, որևէ բան չկա, իսկ տաքսիստներին ես երեք արդեն փոխանցել եմ խիստ զգուշացնել, որպեսզի չօգտվեն այս իրավիճակից, այդ իսկ պատճառով արդեն կան տրանսպորտային միջոցներ, որոնք որ կտեղափոխեն մարդկանց ստանդարտ գներով, եթե կկարգավորվի գնային շուկան այնտեղ, միգուցե մտածենք անհրաժեշտությունից ելնելով կամաց հետ քաշել, որովհետև իրականում այնքան փոքր է մարդկանց հոսքը, որ անհրաժեշտություն իրականում չկար այդպիսի գործողությունների, բայց քանի որ ստեղծվեց այդպիսի իրավիճակ, որոշումը կայացվեց, որ պետք է արդեն միջամտենք եւ այս ամեն ինչը իհարկե նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով է արվում, մենք վերահսկում ենք իրավիճակը ամբողջությամբ։